Բարելույս, այսօր ապրիլի 2-ն է 5 շաբթի։ HBO Talker այս տարվա կարևոր միջոցառումներից են։ Դրանք միտված են ստեղծելու մեկ ընդհանուր հարթակ եւ ոգեշնչելու ու ներգրավելու մասնակիցներին մեր ժողովրդի հզորացման գործընթացում։ Առաջին վահանակը կոչվում էր Մարդկային ներուժը Հայաստանում եւ Սփյուռքում, որը տեղի ունեցավ ապրիլի 1-ին այլ դպրոցում։ Civilnet-ի ուղիղ հեռարձակումների էջում կարող եք դիտել միջոցառման տեսագրությունը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի HBO Talk-ի այսօրվա ապրիլի 2-ի հայկական պետականության կերտման մարտահրավերները թեմայով հանդիպում տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում ժամը 15:30-ին, որին կարող եք կրկին հետևել ուղիղ միացմամբ Civilnet-ի եթերում։ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը շատ երկրներում շենքերն ու այլ կառույցները լուսավորում են կապույտ գույնով, որը ըստ հիմնադրամի անդամների խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա երեխաների մոտ։ Այս տարի Հայաստանն էլ է միանալու այս նախաձեռնությանը եւ այսօր երեկոյան ժամը 20:00-ին Սպենսերյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվելու է կապույտ լույսով։ Այսօր ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում մեկնարկելու է քայլարշավ դեպի Ազատության հրապարակ։ Ազատության հրապարակում կազմակերպվելու է աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, նկարների բացօթյա ցուցահանդես եւ մի շարք այլ միջոցառումներ։ Այսօր դանիացի հանրահայտ գրող Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1805 թվականին, իսկ 1896-ի ապրիլի 2-ին ծնվել է հայոց ցեղասպանության վերապրող եւ ազգային հերոս Սողոմոն Թեյլերյանը, որը 1921 թվականի մարտի 15-ին Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարտենբերգ փողոցում գնդակահարել է երիտուրքերի ներքին գործերի նախարար եւ հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Դալյաթ Փաշային։ Մի քանի ամիս տևած դատավարությունից հետո դատարանը մեղավոր չի ճանաչել եւ ազատ է արձակել Թեյլերյանին։ Իսկ այժմ Երևանում 0-ից բաց է 12 աստիճան է։ Ծանոթացեք եղանակի տեսությանն ամբողջ Հայաստան։